Եվ այսպես Եբրայեցիս 11:6-ը մեզ ասում է. բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճելի լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա, եւ իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Փառք Տիրոջը, շատ պարզ է գրված։ Ինձ թվում է բոլորս հավատում ենք, որ Աստված կա։ Փառք Տիրոջը, բայց այս առաջի կետն է։ Երկրորդը սա է, որ իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Ժողովուրդ, ոչ թե իրենից խնդրողներին, այլ իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Սիրելիս, դա մի այլ մակարդակ է, երբ որ դու փնտրում ես Տիրոջը։ Այո, կարիքները, մնացած բաները, դա էլ ունի տեղ մեր կյանքում, բայց եթե մենք փնտրենք Տիրոջը, խոսքը ասում է մնացած հարցերը ինքնըստինքյան կլուծվեն։ Փորձեք, մտեք ձեր սենյակ, դուռը ծածկեք եւ փնտրեք Հորը։ Դուք կտեսնեք ինչ ներկայություն կգա, դուք կտեսնեք ինչ փոփոխություն կլինի կյանքում։ Եվ որպեսզի մեր այսպեսի մի օրինակ բերեմ, կոնկրետ օրինակ եմ ուզում բերել, ինչպես է հավատը գործում, ինչպես է Աստծո հավատը գործում, եկեք նույն Եբրայեցիս թղթի 11-12 խոսքերը կարդանք, խոսվում է Սառայի մասին, Սառայի հավատքի մասին։ Հավատով Սառան, որ ամուլ էր, սերմը ընդունելու զորություն ստացավ եւ առաջացած տարիքում, այսինքն մեծ տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց։ Դրա համար էլ այն մեկից, այն էլ զառամյալից բազմությամբ էին ծնվում, ինչպես երկնքի աստղերը եւ ինչպես անհամար ավազը ծովափին։ Հալելույա։ Գիտեք, Եբրայեցիս 11-րդ գլուխը խոսում է հավատքի հերոսների մասին եւ խոսվում է նաեւ Սառայի մասին։ Շատ հրաշալի մեր հավատքի հերոս Սառայի մասին։ Եվ այնքան մեծ է այդ հավատքի ուժը Սառայի, որ այստեղ ասում է դրա համար էլ նրանից ծնվում էին բազմությամբ, ինչպես երկնքի աստղերը եւ ինչպես անհամար ավազը ծովափին։ Եկեք գնանք Ծննդոց 18-րդ գլուխ եւ մոտիկից մի հատ հասկանանք Սառան այդ ինչ հավատք ուներ, որ Աստված այսպես տեղ է տվել հավատքի հերոսների մեջ նաեւ Սառային։ Եվ այսպես Ծննդոց 18-րդ գլուխ եւ կարդանք 9-ից 15-րդ խոսքերը։ Սա այն պատմությունն է, երբ որ Տերը երկու հրեշտակներով եկավ, Աբրահամը նստած էր, այցելեց Աբրահամին, Աբրահամը տարավ իրենց պատիվ տվեց եւ հիմա 9-րդ խոսքից Տերը ասում է. եւ նրանք հարցրին Աբրահամին. ուր է քո կինը Սառան։ Նա պատասխանեց. ահա վրանում է։ Եվ ասաց Տերը. եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ եւ ահա քո կինը Սառան մի որդի կունենա։ Խոսքը գնում է այն զառամյալ տարիքը անցած Աբրահամի եւ Եվայի մասին, Աբրահամի եւ Սառայի մասին ներողություն։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը։ Աբրահամն ու Սառան ծերացել էին եւ օրերը անցկացրած էին։ Սառայի համար դադարել էր կանանց սովորական վիճակի մեջ լինելը։ Սառան ծիծաղեց իր մտքում եւ ասեց. «Պառավելուցս հետո եմ զվարճություն ունենալու եւ իմ տերն էլ ծերացել է»։ Տերը ասաց Աբրահամին. «Սառան ինչու ծիծաղեց, ասելով. միթե ես իրոք ծնելու եմ, ես որ պառավել եմ։ Տիրոջ համար դժվար բան կա արդյոք։ Եկող տարի այս ժամանակ դարձյալ քեզ մոտ կգամ եւ Սառան մի որդի կունենա»։ Երկրորդ անգամ Տերը հաստատում է, որ հաջորդ տարի ես գալու եմ Սառան որդի ունենալու։ Սառան ուրացավ եւ ասեց. ես չծիծաղեցի, որովհետեւ վախեցել էր, իսկ նա ասեց. ոչ, ծիծաղեցիր։ Ես այստեղ որևիցե հավատքի հերոս չտեսա։ Դուք տեսաք այստեղ հավատքի հերոս։
Սառան ծիծաղեց, Տերը ասում է, դու մյուս տարի կունենաս զավակ, որդի կունենաս։ Դուք պատկերացնում եք այդ կնոջ վիճակը, որը ամբողջ կյանք չի ունեցել, եւ հիմա պառավել է եւ ինքը եւ իր ամուսինը եւ գալիս է Տերը, բայց գալիս է Տերը։ Եվ ասում է մյուս տարի դու կունենաս զավակ։ Միթե Աստծո համար անհնարին ինչ-որ բան կա։ Բացի նրանից, որ Սառան չհավատաց, իր մտքում ծիծաղեց, նաև ուրացավ, նաև խաբեց, ասեց, չէ, ես չեմ ծիծաղել։ Տերը ասեց, չէ, դու ծիծաղել ես։ Եվ գիտեք, հետաքրքիրը ինչու՞մն է, որ այո, մյուս տարի այդ ժամանակ Սառան ծնեց որդի։ Ու ինչ տեղի ունեցավ այն Սառայի, որը որ ծիծաղում էր եւ ուրացավ, ասես չեմ ծիծաղել, եւ այն Սառայի, որը որդի էր ծնել, որի մասին խոսում է 11-րդ գլուխը, որ ասում է հավատքով ընդունեց սերմը։ Հավատարիմ համարեց խոստացողին։ Այդ ինչպես եղավ, որ Սառան խոստացողին հավատարիմ համարեց։ Ինչպես եղավ, որ ճանաչեց ու հասկացավ, որ այն, որ իրան խոստացել է, այդ Աստված ինքը կարող է եւ ոչ միայն կարող է, նաեւ ուզում է անել։ Սիրելիներս, Եբրայեցիս 11-ը մի քիչ առաջ երբ որ կարդացինք, 6-րդ խոսքը նա ասում է, որ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա եւ իրեն խնդրողներին վարձահայտույց է լինում։ Այսինքն Աստված որպես արարիչ կա, բայց բացի դրանից նա նաեւ ուզում է։ Աստված կարող է եւ Աստված ուզում է մեր կյանքում հրաշքներ գործել։ Աստված կարող է Սառայի կյանքում զավակ տալ եւ Աստված ուզում է դա անել։ Սառայի խնդիրը դա էր։ Նա միգուցե գիտեր, որ Աստված կա եւ Աստված կարող է, բայց չէր ընկալել, որ Աստված ուզում է, որովհետեւ իր աչքերը, իր կյանքը, իր ապրածը ուրիշ բան էր ասում։ Իրանք շատ էին փորձել, չէր ստացվել։ Բայց այստեղ Աստված է ասում։ Ասում է մյուս տարի կունենաս։ Հղիությունը գիտենք բոլորս, հա, տևում է 9 ամիս, այդ մի տարին հանում ենք 9 ամիս, ընդ 3 ամիս բան է մնում։ Այդ 3 ամսվա մեջ ինչ որ բան տեղի ունեցավ Սառայի կյանքում, որ ինքը հասկացավ, որ Տերը ոչ միայն կարող է, այլ նաև ուզում է։ Եվ այդ հարցի պատասխանը ես գտել եմ Ծննդոց 21-րդ գլխում։ Առաջին 3 խոսքերի մեջ։ Տերը շնոր արեց Սառային։ Մի ուրիշ Աստվածաշնչի թարգմանություն ասում է Տերը այցելություն արեց Սառային։ Տերը կատարեց Սառայի համար ինչպես խոստացել էր, Սառան հղիացավ եւ Աբրահամին մի որդի ծնեց նրա ծեր հասակում այն որոշված ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։ Աբրահամը իր համար ծնված որդու անունը, որին Սառան ծնել էր նրա համար, Իսահակ դրեց, այսինքն ծիծաղ։ Հետաքրքիր է, չէ՞։ Տիրոջ հումորը։ Տեսեք, առաջի խոսքում ասում է Տերը այցելություն արեց Սառային։ Գիտես, երբ որ Տերը այցելություն է անում եւ Տիրոջ ներկայությունն է գալիս, մարդկանց կյանքերն է փոխվում։ Տերը այցելություն արեց, Տերը շնորհք արեց եւ Սառան Տիրոջ ներկայության մեջ հասկացավ, որ Աստված ոչ միայն արարիչ է, նաեւ հայր է։ Հայրը, որը ուզում է տա։ Հայրը, որի համար անհնարին ոչ մի բան չկա, բայց բացի նրանից, որ ինքը ամենակարողն է, ինքը նաև ուզում է դա անի Սառայի կյանքում։ Սիրելիս, եթե ինչ-որ մի բան կա մեր կյանքում, քո կյանքում, միգուցե երկար ժամանակ հարց կա, որը չի լուծվել, ես չգիտեմ, բայց միգուցե քո սրտում ինչ-որ մի բան կա, եւ դու մտածում ես, որ Աստված չի ուզում, ուղղակի խնդրում եմ քեզ այդպես մի մտածի, որովհետեւ հայրը անկարելի ոչ մի բան չկա Տիրոջ առջև, բայց գիտեք ինչ, երբ որ Տերը խոսում էր Աբրահամի հետ, նա առաջինը հարցեց՝ ուր է Սառան։ Գիտեք ուր էր Սառան, նա վրանի հետևը պաղկված լսում էր։
Ինչն էր խանգարում, որպեսզի Սառան գար եւ Աբրահամի կողքը կանգներ եւ նույնպես մասնակցեր այդ խոսակցությանը, ոչ մի բան։ Իր մտածելակերպն էր խանգարում, դա այդ կառուցած այդ դուռն էր, որ ինքն էր դրել։ Մենք ենք շատ անգամ այդ դռները դնում եւ դռան հետևից ենք ուզում։ Տեր ասում է՝ արի, դու իմ զավակն ես։ Արի։ Չէ, միգուցե ստեղ լավ է, ես ականջ կդնեմ, բայց падգամը, երբ որ Տերը տալիս է խոսքը, երբ որ Տերը տալիս է, դու պետքա Տիրոջը որպես հայր ճանաչես, որպեսզի կարողանաս դա վերցնել։ Որովհետև Աստված ամենակարող արարիչն է, բայց դա քիչ է։ Նա նաև մեզ սիրող հայր է։ Ինչպես հայր, նա ոչ միայն կարող է, այլ նաև ուզում է տալ մեզ